Հայաստան բարեգործական հասարակական կազմակերպության Վանաձորի մասնաճյուղի բազմանդամ ընտանիքը հավաքվել էր սեփական հարկի ներքո միասնական տոնելու տարեմուտն ու դիմավորելու նոր տարին։ Ներկային կենտրոնի բարեկամներն ու աջակիցները, օրանցիներն ու ծնողները։ Միջոցառման մեկնարկն ազդարարեց տնօրեն Մարիամ Մանուչարյանը։ Նախապես շնորհավորեց բոլորի գալիք տարին, ապա մեկ առ մեկ շնորհակալություն հայտնեց այն բոլոր աջակից կառույցներին եւ ղեկավարներին, որոնք մեկ տարի շարունակ սատարել են օրանցիներին, լինելով նրանց կողքին։ Այս տարի մենք տարեմուտի արդիվ նաև տոնավաճառ ունեցանք բարեգործական եւ դրանով ազդարարեցինք մեր տարեմուտի սկիզբը։ Այսօր վերջին միջոցառումներ թե տարեվերջյան եւ թե տարեմուտի մենք սկիզբը ազդարարեցինք։ Երեխաները ինչպես տեսակ շատ ուրախ էին, շատ գեղեցիկ համարներ էին պատրաստել։ Օրանում տոնական դրամատրություններ, զարդարված են կենտրոնի անկյունները։ Օրանցիները հասցրել են զարդարել նաև տոնածառը։ Այս տարի արտաքին ձևավորումը գերազանցեց նախորդ տարիներին։ Բարեգործական հասարակական կազմակերպության անկյունն այսուհետ կզարդարի Սարգիս Ղարիբյանի աշխատանքը Աստծո քանդակը։ Հյուրերը եւս ողջունեցին ներկաներին։ Շնորհավորում եմ բոլորիդ գալիք նոր տարի։ Ցանկանում եմ, որ ձեր ընտանիքներում, ձեր օջախներում տիրի խնդություն, առողջություն, ծապ։ Ցանկանում եմ, որ ձմեռպապիկը գոնե մասամբ ձեր բոլոր ցանկությունները իրականացնի, գոնե մի մասը, եթե ոչ բոլորը, մի մասն էլ մյուս տարի իրականացնի։ Նոր տարվա եւ Սուրբ Ծնունդի կապակցությամբ շատ կաշառք եմ, որ Աստված պահապանի ծեցին երեխաներին, հատկապես մեր օրանի երեխաներին։ Շնորհավոր եմ ձեր նոր տարին եւ Սուրբ Ծնունդը, առողջ եղեք եւ լավ եղեք։ Ներկաների նախատոնական բարձր տրամադրություն եւ մանկական խինդ ու ծիծաղ հաղորդեցին կենտրոնի կրսեր շահառուները, երգեցին, ասմունքեցին, պարեցին ազգագրական պարեր, անակնկալների շղթան ամբողջացրեց մանուկների պատրաստած բեմականացումը, որտեղ հեքիաթային ամենատարբեր հերոսները գտնում են իրենց բախտը եւ ապրում ուրախ ու երջանիկ։ Այս տարի նաև նրանով էր կարևոր, որ ինչպես գիտեք Սերժ Թանկյանի հովանավորությամբ օրանում նաև ծերեր են սպասարկվում եւ մենք ունենք շահառու տատիկ պապիկներ, 30 տատիկ պապիկ, որոնք օրանում տաք ճաշ են ուտում, սնունդ են ստանում եւ նրանք շուտով գիտեք, որ փոքրիկ համերգային միջոցառման են պատրաստում, իրենք էլ իրենց միջոցառումները պետք է անեն։ Ամեն ինչ շատ լավ է ընթանում, ուրախ են, երջանիկ։ Այս տարի մեզ մոտ ավելի լավ ստացվեց, այդ բեմականացումը ամենից շատ լավ էր։ Ես շատ եմ սիրում օրանը կարծես իմ տունն է դարձել։ Իսկ վերջում հյուր եկավ բոլորի կողմից սպասված մեր պապը բաժանեց տոնական նվերները, շնորհավորեց եւ ամենայն բարիք մաղթեց հայությանը գալիք տարվա կապակցությամբ։ Պապի կոթի գրակի կտորափի ցամով կլինե։ Ինչ ասացի հայացուս կան։ Ահա դեր քատատիկի կողքն եմ անում։ Գոբելի է, բայց է մեղք է տատիկը։ Տատիկին տարեք դեր տունից ցամ յուղը դուր գալի։ Յուրաքանչյուր տարի, հանձանիք տարի եւ կգտնեք փոքրիկ նվեր, սպասեք, որ հեքիաթը գալու է։ Գիշերը արթնանանք, ելի հեքիաթը գալու է։ Ես ուրախ եմ, որ եկել եմ ու ձեր բոլորի աչքերի փայլն եմ տեսնելու այսօր։ Մենք երջանիկ ենք, մենք մեր հողի վրա երազում ենք, ապրում ենք եւ կարծում եմ, որ հիասենք։ Տվեք ինձ աշխարհի ջերմանձին եւ զուլան թռիչքը ճայրին։ Երբ Աստված կբազմի իմ գարին, չգործած մերքերս թողնի։ Նավ կապեք իմ տանջակալին, սևի մեծ սեղմելով ձեր հոգին, ունի կանչեք թափավոր բարերին, թող ուժվեն ցավեր ամեն։ Իմ վերքից շուշաները ծաղկած, խավեցեք ու տվեք աշխարհին։ Բարև սիրելի երեխաներ։ Միասին։ Շնորհավորում եմ բոլորիդ նոր տարին եւ Սուրբ Ծնունդը։ Մաղթում եմ, որ այս հյուրընկալ օջախում դուք մեծանաք անհոգ եւ ուրախ։ Եվ գալիք տարին բոլորիդ համար լինի ձեռքբերումների, հաջողությունների, խաղաղության եւ առողջության տարի։ Հեջմինե Այվազյան, Ելենա Սաքանյան, Լորի հեռուստաընկերություն։